Մենք հիմա Աբովյան փողոցում ենք, բնակելի շենքերին և ուսումնական հաստատություններին հարող տարածքում, որտեղ աղմուկի թույլատրելի չափը 60-ից 70 դեցիբել է։ Արդյոք այս աղմուկը խախտում է թույլատրելի չափը։ Այս ու մի քանի այլ հարցերի պատասխանելու համար հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը գծում է Երևանի աղմուկի քարտեզը։ Աղմուկի մասին գիտական հետազոտություններ արվել են դեռ սովետական Հայաստանում։ 1976-ին էլ Երևանի աղմուկի առաջին քարտեզն է ստեղծվել։ Սակայն սովետական միության փլուզումով պայմանավորված աշխատանքներն ընդհատվել են։ 2014 թվականից արդեն սկսվել են մշակվել մեթոդներ, ռեսուրսների կուտակում, որ կարողանանք իրականացնել Երևանի աղմուկի քարտեզագրումը, բնականաբար միտք ունենալով նաև հետագայում դա տարածել ամբողջ հանրապետության վրա, առավելապես խիտ բնակեցված և խոշոր քաղաքներում։ 2018 թվականից արդեն սկսվել են քարտեզագրման աշխատանքները, սակայն 2020-ին կրկին ընդհատվել կովիդի ու պատերազմի պատճառով։ Աշխատանքները վերսկսվել են 21 թվականին, ինչպես նաև առավել խորը ուսումնասիրությունների կարիք է զգացվել, հաշվի առնելով հետագա զարգացումները քաղաքի, ուրբանիզացիան, տրանսպորտային հոսքերի մեծացումը։ Չափումներ իրականացվել են Քանաքեռ, Զեյթուն, Արաբկիր, Ավան, Նորք Մարաշ, Կենտրոն վարչական շրջաններում։ Մինչև տարեվերջ ակնկալում են ավարտել Նոր վարչական շրջանի մի հատված։ Ընդհանուր աշխատանքների ավարտը նախատեսվում է 2027-28 թվականներին։ Մենք ունենք 2 աշխատակիցով զբաղվում է այդ կոնկրետ գործով և 2 գործիք, որոնք բավականին թանկ գործիքներ են և բավականին լուրջ գործիքներ են, առաջի կարգի աղմուկաչափեր են։ Պատկերացրեք Երևանի որևիցե վարչական շրջան, որտեղ բոլոր փողոցների վրա մոտավորապես յուրաքանչյուր 100-150 մետր հեռավորության վրա պետք են իրականացվել չափումներ, օրվա տարբեր ժամերին, տարվա տարբեր եղանակային պայմաններում ու փորձեք ինքներդ գնահատել այդ ռեսուրսներն ինչքան ժամանակ է տանում դա ու ինչ ռեսուրսներ է օգտագործվում դրա մեջ։ Հենց այս պահին սակայն չափումներ չեն իրականացվում, քանի որ սարքերն արտերկրում են դրամաչափարկման փուլում։ Մինչև աղմուկի քարտեզը պատրաստ կլինի, օրեցօր ավելացող աղմուկը երևանցիներն են զգում, թեև շատերն արդեն հարմարվել են։ Շատ աղմուկ է, չափազանց, գժանոց է։ Դե բաթը կենտրոնը տենց պիտի լինի, ցանկացած Երևանը Չակերտավոր մեգապոլիս, տենց պիտի լինի։ Իսկ դե շատ է խանգարում այդ աղմուկը։ Չէ, դե արդեն անջատվում ես։ Երաժշտությունները շատ բարձր են միացնում ու աղմուկը շատ է։ Естественно, սախ սիգնալ են տալիս։ Մեր քաղաքը խցանումներով լի է եւ առավոտյան եւ երեկոյան։ Մեծավ մասամբ գալիս է դրանից աղմուկը եւ բացի այդ էս ամեն քայլին շինարարություն, ամեն քայլին շին աշխատանքներ։ Տրանսպորտը շատ է, ահավոր շատ է Երևանում։ Դրա համար երեք մինչև ուշ երեկո աղմուկոտ է։ Այլ երկրներից Հայաստան ժամանած մարդկանց համար Երևանն այնքան էլ աղմուկոտ չէ։ Չէ, չեմ զգացել ինչ-որ շատ տարօրինակ բարձր աղմուկ որ լինի, որտեղ որ մենք ենք ապրում, այնտեղ շատ ավելի շատ է։ Քաղաքացիների մեծ մասը որպես աղմուկի հիմնական աղբյուր նշում են մեքենաները, դրանցից լսվող երաժշտությունն ու ձայնային ազդանշանները։ Խնդրին անդրադարձել է նաև խորհրդարանը, հավանություն տալով նախագծին, որն առաջարկում է արգելել լրացուցիչ բարձրախոսների, ուժեղացուցիչների, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների տեղադրումը տրանսպորտային միջոցներում։ Աղմուկի թույլատրելի չափը տարբեր վայրերում սահմանված է 2002 թվականի առողջապահության նախարարի հրամանով։ Աղմուկն աշխատավայրերում, բնակելի եւ հասարակական շենքերում եւ բնակելի կառուցապատման տարածքներում սանիտարական նորմերը հաստատելու մասին։ Աղմուկի վերահսկողությունն իրականացնում է առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, ստուգումներով եւ դիմումների կամ տեսչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթներով։ Վարչական վարույթը հարուցվում է դիմումի գրավոր դիմումի հիմքով, հրաման է կազմվում զննման վերաբերյալ, մասնագետները գնում են տեղում զննում են իրականացնում եւ պարզելով աղմուկի աղբյուրը հայտ են ներկայացնում այլ կազմակերպության, էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման եւ չափագիտության ազգային ինստիտուտին եւ իրենց մասնագետները իրականացնում են աղմուկի մակարդակի գործիքային չափումներ, տալիս են եզրակացությունը, փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա տեսչական մարմնի արդեն եթե խախտումներ են արձանագրվում, տեսչական մարմնի ղեկավարի կողմից կազմում է կարգադրագիր, տրվում է կարգադրագիր, սահմանվում են հստակ ժամկետներ խախտումները վերացնելու համար
եւ իհարկե աղմուկ առաջացնող իրավաբանական անձը կամ մարդը, ֆիզիկական անձը ենթարկվում է վարչական տուժի։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով է սահմանվում տուգանքի չափը։ Առաջին խախտման դեպքում 40-ից 200,000 է տուգանքի չափը, երկրորդի դեպքում 300-ից 400,000։ 2025-ին հարուցվել է 79 վարչական վարույթ, որոնցից 62-ը դիմումի հիմքով, 17-ը տեսչական մարմնի նախաձեռնությամբ, 25-ի դեպքում կարգադրագրեր է տրվել, 48-ը կարճվել։ Հարուցված 79 վարույթներից 68-ը Երևանի տարածքում է։ Քաղաքապետարանից էլ լուրերին հայտնեցին 2025-ին լռության կանոնները խախտելու համար կազմվել է 101 արձանագրություն։ Աղմուկը ազդում է ոչ միայն մարդկանց անդորի, այլև առողջության վրա։ Մասնագետն է մանրամասնում։ Աղմուկի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա կախված է աղմուկի ազդեցության տևողությունից, աղմուկի ուժգնությունից, աղմուկի ազդեցության չափաբաժիններից, այսինքն եթե մենք ունենք մեկ անգամյա, բայց բարձր աղմուկ, դա կարող է անմիջապես ազդել լսողական համակարգի վրա։ Եթե մենք ունենք խրոնիկ, սահմանային թույլատրելի չափականակը գերազանցող աղմուկ, դա արդեն կարող է ազդել ոչ միայն լսողական համակարգի վրա, այլ ներնյարդային համակարգի վրա, սիրտանոթային համակարգի վրա, էնդոկրին համակարգի վրա։ Վերադառնալով աղմուկի քարտեզին Գրիգորյանը նշում է, այն օգնելու է նաև քաղաքի պլանավորմանը։ Տվյալ փողոցում, եթե օրինակ տեսնում են աղմուկի մակարդակի գերազանցումներ կա, արդեն իրենց պլանավորման գործընթացում պետք է հաշվի առնեն օրինակ ասֆալտապատման շերտի մակերեսը, որպեսզի աղմուկի որոշակի նվազեցում, օրինակ ծառատնկում, օրինակ պաշտպանիչ էկրան, հնարավոր պաշտպանիչ էկրանների կիրառում, օրինակ մեքենաների հոսքի ուղղությունների փոփոխություն, որոշակի սահմանափակումներ մեքենաների հոսքի, ասենք աղմուկոտ ժամերին աղմուկոտ մեքենաները չմտնեն այդ փողոց եւ այլն։ Մասնագետն ընդգծում է, աղմուկի քարտեզ բոլոր զարգացած պետություններն ունեն։ Երևանն էլ պետք է ունենա քաղաքային կյանքն ավելի հեշտ կազմակերպելու համար։ Մայրաքաղաքից հետո էլ անցնելու են մարզերին, որպեսզի պատկերն ամբողջական լինի։ Էմմա Վարդանյան, Արտակ Գևորգյան, Հովհաննես Քյոսյան եւ Գևորգ Զաքարյան, Կիրակնորյա լուրեր։